Ընտանեկան բռնության, կանանց նկատմամբ բռնության թեմային վերաբերվող իմ ուղիղ եթերներից հետո մարդիկ, կանայք պատմում են իրենց իմացած տարբեր դեպքերի մասին եւ բացի այդ քիչ առաջ նաեւ մենք հանդիպում ունեցանք այդ թեմայով մասնագիտորեն զբաղվող, արդեն տասնյակ տարիներ զբաղվող կանանց հետ եւ որտեղ ես կրկին տարբեր պատմություններ լսեցի, մի քանիսը ուզում եմ ձեզ ներկայացնել։ Մասնավորապես բոլորովին վերջերս Երևանում տեղի ունեցած դեպքի մասին է խոսքը, ինչ որ մի կին, որ չի ապրում Հայաստանում, բայց հայ է ազգությամբ, եկել է Երևան ամառ անցկացնելու եւ այն թաղամասում, որտեղ ինքը տուն է վարձակալել, սեփական տների թաղամաս է եղել, օրերից մի օր երեկոյան ժամին դիմացի սեփական տանը իր տան պատշգամբից տեսել է, թե ինչպես է ամուսինը բակում ծեծի ենթարկում կնոջը, որոշ ժամանակ ծեծելուց հետո այդ մարդը, այդ տղամարդը ուժեղ շիթով սառը ջուր է պահել կնոջ վրա, որից հետո շարունակել է թաց մարմնին հարվածել գոտիով։ Այդ ամբողջ ընթացքում ոչ ոք ոչ մի քայլ չի ձեռնարկել, բացառությամբ նշված կնոջ, որ Հայաստանում չի բնակվում, ով զանգահարել է ոստիկանություն, շատ մեծ դժվարությամբ, քանի որ նաև լավ չի պատկերացրել որտեղ է իր բնակության վայրը, մեծ դժվարությամբ նկարագրել է, ոստիկանները մի կերպ եկել են, գտել են, ամուսնուն այդ պահին տարել են, ինչպես ինքն է պատմում, եւ ինչ է տեղի ունեցել դրանից հետո, մեկ ամիս անց այդ կինը տուժողը, այսինքն դաժան բռնության ենթարկված երիտասարդ կինը ծնողների տուն է տեղափոխվել, մեկ ամիս անց եւ ամուսինն է վերադարձել իրենց բնակության վայր, իրենց տուն, այսպես ասած, եւ երիտասարդ կնոջը, եղբայրն ու հայրը բերել են տուն, վերադարձրել են տուն։ Այսինքն մի հատ էլ փաստերը համադրենք, ծեծ, դաժան ծեծ, թաց մարմնին գոտիով ծեծ, որից հետո տվյալ կնոջ, երիտասարդ կնոջ հայրը եւ ամուսինը, հայրը եւ եղբայրը իրենց ձեռքով, իրենց աղջկան, նրան ում ինչպես այդպես է կարգը պետք է պաշտպանեն, բերել են եւ հանձնել բռնակալ ամուսնուն։ Մենք գիտենք, թե այդ process-ը ինչպես է ընթանում, ինչ խոսակցությամբ է համեմվում, մոտավորապես լինում է հետեւյալը, դե տուն է, ամեն ինչ կպատահի, ընտանիք է, ընտանիքում ամեն ինչ հնարավոր է, գուցե էլ չի անի, ամենակարևորը դու ջղայնացրել է իր հավանաբար, հունից դուրս է եկել եւ այլն եւ այսպիսի համեմունքներով ընտանիքը պահպանելու առաջնահերթության անվան տակ այդ աղջկան վերադարձնում են բռնակալ ամուսնու մոտ, բռնակալ չէ, պարզապես ամուսնու մոտ, որովհետեւ այդպես է ճիշտը, այդպես է իրերի դրությունը։ Սա առաջին դեպքն էր, որի մասին լսեցի այս ընթացքում եւ ուզեցի ձեզ հետ կիսել, երկրորդ դեպքը մի կին, 30-31 տարեկան մի կին, ի վերջո դիմում է ոստիկանություն, այն բանից հետո եւ պարզվում է, որ իրեն դանակով հարվածել է ամուսինը, ով գտնվում է հաշմանդամության սայլակի վրա, այսինքն հաշմանդամություն է ձեռք բերել ամուսնությունից հետո եւ սայլակի վրա է, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել եւ դանակով հարվածել է կնոջը եւ կինը դիմել է արդեն ոստիկանություն եւ այդ ամբողջ ընթացքում խոսակցության ժամանակ բա ինքը հաշմանդամություն ունի սայլակի վրա, ինչպես է կարողացել քեզ հարվածել, հնչել է հետեւյալ պատասխանը, որ
կոնկրետ հարվածի ժամանակ տղամարդը, երիտասարդ տղամարդը կնոջն ասել է մարտի 8-ի օրն է եղել, ասել է մոտեցիր, որ պաչեմ, շնորհավոր եմ, դանակ է ունեցել արդեն մոտը եւ այդ ընթացքում հարվածել է, բայց ինչ է պարզվել է, որ սա երկարաժամկետ տարիների իրավիճակ է եւ տվյալ կինը մշտապես հաշմանդամություն ունեցող ամուսնու կողմից ենթարկվել է ֆիզիկական բռնության եւ ինչ է ինքը ասել է որ ամուսինը ասել է արի մոտիկ արի ես քեզ պետքա ապտակեմ եւ կինը խոստովանել է որ ինքը չի պատկերացրել, որ կարելի է եւ չմոտենալ։ Ինքը մտածել է, որ ինքը պարտավոր է մոտենալ ամուսնուն, որպեսզի վերջինս նրան որպես պատժիչ այս կամ այն գործողության համար ապտակի եւ ինքը մոտեցել է եւ այդ ապտակը ստացել է այնքան, մինչեւ բանը հասել է դանակահարության։ Այդ նույն կինը երկար հոգեբանների հետ աշխատանքի արդյունքում պատմել է, որ երկար տարիներ ենթադրաբար ամուսնու հաշմանդամություն ստանալուց հետո ամուսնու կողմից սեփական հոգեբանական ծանր խնդիրներ ունենալուց հետո սեփական ինքնագնահատականի հետ խնդիրներ ունենալուց հետո կինը մշտապես ենթարկվել է ամուսնու կողմից ստորացումների, վիրավորանքների, արգելքների, որևէ տեղ չգնալու արգելքի, խայտարակ սահմանափակումների այն աստիճան, որ մեկ շաբաթ հետո հոգեբանների աշխատանքից հետո երբ որ հարցրել են ինչ ես ուզում, ասել է մի բան կարելի է, մի բան եմ ուզում շատ անեմ, ասել են ինչ, ասել է օգնեք որ դա կարողանամ անել, ասել են ինչ, պարզվել է ուզում է շրթներ քսել, որովհետև ամուսինը նաև արգելել է նրան շրթներ քսել։ Ահա այսպիսի տեսք ունի բռնությունը, կնոջ նկատմամբ բռնությունը, ընտանիքների ներսում քողարկված բռնությունը, որ գոյություն ունի մեր մեջ, մեր կողքը, մեր շուրջը, մեզանում։ Երրորդ դեպքը, որ այսօր լսեցի, մարզասրահում է տեղի ունեցել։ Երիտասարդ ամուսինները կրկին 30-35 տարեկանի սահմաններում երիտասարդ զույգը մարզվելիս է եղել միասին, ամուսինը եւ կինը։ Եվ ներկա գտնվող ականատեսը պատմում է, որ մարզվելու ընթացքում հանկարծ ամուսինը սկսել է ոտքով հարվածել իր կնոջը։ Ներկաները կրկին ոչինչ չեն ձեռնարկել, բացառությամբ այս կնոջ, ով աղմուկ է բարձրացել, մոտեցել է, խոսակցություն է եղել, ոստիկանությունը կարծեմ կանչել, ուղղակի մարզասրահում մարզվելու ընթացքում ինչ որ պահի տակ գուցե ինչ որ խոսքի վրա, գուցե ինչ որ, չգիտեմ, գուցե կինը էլի ինչ որ շատ սարսափելի մեղք է գործել այդ պահին, սխալ թույլ տվել, չեմ կարող պատկերացնել ինչ է տեղի ունեցել, ճակերտավոր եմ ասում, որովհետև մարզվելու ընթացքում դժվար է պատկերացնել, չէ, ինչ պետք է տեղի ունենա, որ ամուսինը ոտքով հարվածի սեփական կնոջը այդքան մարդու աչքի առաջ։ Եվ ինչ է եղել այս դեպքում շարունակությունը եղել է այն, որ այս ականատեսը կնոջ հետ մենակ մնալու դեպքում սկսել է խոսել, զրուցել եւ կինը ասել է, գիտեք, ինքը պատերազմի մասնակից է եւ քանի որ պատերազմի մասնակից է, այսպես հունից դուրս է գալիս եւ կինը ում ամուսինը ամբողջ ներկաների աչքի առաջ ոտքով հարվածել է, սկսել է արդարացնել եւ բացատրություններ բերել ներկաներին, թե ինչու է իր ամուսինը իր հետ այդպես վարվել։ Ականատեսը, ով քիչ թե շատ մասնագիտացված է եւ գիտի, թե քիչ թե շատ չէ, այսինքն մասնագիտացված է եւ շատ լավ գիտի ինչ է բռնությունը, անմիջապես հարցրել է քո ամուսինը վերադարձից հետո պատերազմի ընտանիքի մյուս անդամների նկատմամբ այսպես վարվում է, այսինքն եթե ինքը պատերազմից հետո ձեռք է բերել հոգեբանական խնդիրներ եւ իրավունք ունի բռնություն գործադրել տարբեր իր իրեն շրջապատող մարդկանց նկատմամբ եւ դա արդարացում է, կհիշես դեպք, որ բռնություն գործադրի ընտանիքի մյուս անդամների նկատմամբ ասել է ոչ, դա տեղի է ունենում միայն իմ հանդեպ։ Եվ չորրորդ դեպքը, որ կրկին այսօր լսեցի, հետևյալն է, որ 2 ամսական հղի կինը, երիտասարդ կինը, դիմել է ոստիկանություն, որ այն պատճառով, որ ամուսին իրեն ծեծի է ենթարկել 2 ամսական հղի կնոջը։ Արդյունքում ոստիկաններն ասել են դե մի մեծացրու, մի ուռճացրու պատմությունը եւ հետ են ուղարկել եւ հաղորդում նրանից չեն ստացել։
Սա ոնց որ եզակի դեպք չէ, ավելի շատ եզակի են այն դեպքերը, երբ որ բռնության ենթարկված կինը դիմում է ոստիկանություն եւ պատշաճ ընթացակարգով անցնում եւ պաշտպանություն գտնում, ինչը ի վերջո բոլոր մանրամասներին տեղյակ լինելուց հետո, մանրամասները բարձելուց հետո ակնհայտ է, որ ի վերջո այդպես էլ լիարժեք պաշտպանություն որևէ կին չի գտնում։ Բայց ինչով են վտանգավոր այս դեպքերը։ Վտանգավոր են նրանով, օրինակ, որ պարզապես մարդկանց կյանքի հետ գործ ունեն։ Այս հղի կնոջ դեպքում, ցանկացած բռնության դեպքում գործ ունենք կյանքի ու մահու հետ, որովհետև երբ որ բռնությունը տեղի է ունենում, դրա պայմաններում շատ դժվար է վերահսկել սահմանները եւ շատ դժվար է վերահսկել շարժումները, գործողությունները եւ առնվազն չմտածված սպանություն այդ պահին չգործել։ Մնացած բոլոր շերտերի մասին ես խոսել եմ, դեռ կխոսենք, երկար կխոսենք այս մասին, բայց հիմա ուղղակի դրա մասին եմ ուզում ասել, դրա վրա ուշադրություն հրավիրել։ 2 ամսական հղի կնոջ ոստիկանը, որը ուղարկել է տուն ամուսնու մոտ, ով ծեծի է ենթարկել, ուղղակիորեն մեր հարգելի ոստիկանը վտանգել է այդ կնոջ եւ այդ դեռ չծնված երեխայի կյանքը։ Սա ուզում եմ, որ հստակ մենք արձանագրենք եւ անցնենք առաջ։ Իսկ անցնել առաջ նշանակում է պատմել մեկ ուրիշ կնոջ պատմություն, որը հանրային է եղել, լրատվամիջոցներն են դրա մասին գրել։ Իսկ դեպքը եղել է հետեւյալ. այդ կինը 8 անգամ ուղիղ դիմել է ոստիկանություն իր հանդեպ բռնության դեպքի առիթով, 8 անգամ էլ իր հաղորդումը չի ընդունվել եւ ոստիկանները հավանաբար կրկին ասել են դե տունը ընտանիքը ամեն ինչ պատահում է, բոլորիս տներում էլ պատահում է, ինչ ես պատմություն սարքել, գնա ամուսինը այսօր կծեծի վաղը կսիրի, այսպիսի հայտնի խոսակցությամբ այս կնոջը ուղարկել են հետ 8 անգամ դիմելուց հետո եւ 8 անգամ պաշտպանություն չստանալուց հետո այս կնոջը այդ ամուսինը սպանել է։ Ուզում եմ ասել այն, որ գործ ունեն կյանքի ու մահու հետ եւ ճակատագրերի հետ, ուղղակի տեսական խոսակցություն չէ, այլ շատ ռեալ է։ Սիրելի կանայք, ուզում եմ հիշեցնել, որ աշխարհում 1 միլիարդ 400 միլիոն կին ամեն օր ենթարկվում է բռնության։ Սիրելի կանայք, ուզում եմ ձեզ խնդրել, քանի որ մեզանում այս խոսակցությունը երբևէ տեղի չի ունեցել, քանի որ մեր միջավայրում բռնությունը քողարկված է ավելի շատ, քան բացահայտ, եթե մենք նույնիսկ խոսում ենք բռնության դեպքերի մասին, խոսում ենք այն 2000 հաստատված դեպքի մասին, որոնց արդեն անհնար է, որոնք դիմել են, օգնություն են ստացել կամ մարմնական ծանր սուր կտրող գործիքներով հարվածներ են ստացել կամ մահացել են, խոսում ենք միայն այդ դեպքերի մասին, իսկ ավելի մեծ մասշտաբով եւ ավելի մեծ ջանքով քողարկում ենք իրական բռնությունը եւ իրական ծավալները, որ գոյություն ունեն մեզանում։ Մենք ուզում եմ ասել դրանով ոչ ոքի ոչ մի լավ բան չենք մատուցում, ծառայություն չենք մատուցում կամ արջի ծառայություն ենք մատուցում ինքներս մեզ, մեր ամուսիններին, մեր երեխաներին, մեր սերունդներին, որովհետև բռնության վրա խարսխված որևէ օրգանիզմ չի կարող առողջ լինել եւ չի կարող առողջ պտուղներ իր հետ բերել։ Ես ուզում եմ ձեզ խնդրել, արդեն ասել եմ, որ առաջիկայում հարցում պետք է կազմակերպենք պարզելու համար կանանց քանի տոկոսն է Հայաստանում ենթարկվում բռնության, բայց որպեսզի դա կրկին չլինի քողարկված հարցում եւ մենք կամ չուզենանք խոստովանել, որովհետեւ ընդունված է, կամ մեր հանդեպ տեղի ունեցող բռնությունը շփոթենք ավանդական հայկական ընտանիքի վարք ու բարքի հետ, խնդրում եմ այս ընթացքում ուղղակի կարդալ, շատ կարդալ, կան աղբյուրներ, բաց աղբյուրներ, վստահելի աղբյուրներ, զեկույցներ, ուղղակի օգտագործել այդ գործիքը, որը նաև կրթվելու համար է շատ պիտանի, այդ հեռախոսը, որ մեր ձեռքում կա, եւ կարդալ, եւ տեղեկանալ, որն է բռնությունը։ Եվ եթե հանկարծ այս հարցման ժամանակ հենց ձեզ դիմեն սոցիոլոգները եւ հարցեր տան, անկեղծ ուղակի պատասխանել, որովհետև հնարավոր է հաղթահարել միայն խնդիրը նրան ուղիղ նայելու, նրա հետ ուղիղ առերեսվելու այն
իսկապես տեսնելու, ճանաչելու պարագայում, հակառակ պարագայում հնարավոր չէ, դա ինքնախաբեություն է։ Եվ ի վերջո, ես ինչպես պարզեցի այս թեմային առնչվելու առաջին իսկ օրից Հայաստանում ստացվում է, որ ընտանեկան բռնությունը թույլատրված է օրենքով։ Այդպիսի քիչ երկրներ կան, որ օրենքով է թույլատրված եւ նույնիսկ արդարացված, Հայաստանը փաստորեն այդ շարքում է։ Իսկ դա նշանակում է, ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ ընտանեկան բռնությունը որպես քրեական հանցագործություն մեր երկրում, մեր քրեական օրենսգրքում ճանաչված չէ։ Կնոջ սպանությունը ճանաչված է եւ ընտանեկան բռնության հանգամանքները օրենքում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում համարվում են մեղմացուցիչ, ներողություն, ծանրացուցիչ հանգամանք եւ այլն, բայց գործը ինքը համարվում է սպանություն որպես սովորական սպանություն, այսինքն այն կինը, որին ամուսինը շլանգով ջուրը վրան պահելուց հետո ծեծեց եւ այլն, եթե այդ կինը մահանար այդ օրը, ամուսինը կդատվեր պարզապես սպանության համար։ Ինչն է այստեղ տարբերությունը, օրենքը ինչի է կարևոր։ Կարևոր է, որ չմահանալու դեպքում սա համարվում է արդեն ընտանիքի ներսում գոյություն ունեցող ուղղակի նորմ, ուղղակի ավանդույթ եւ ոչ թե մի բան, որը քրեորեն պատժելի է։ Օրենքի ընդունման դեպքում, երբ որ ընտանեկան բռնությունը պատժելի լինի օրենքով եւ քրեական հանցագործությունը ճանաչվի Հայաստանում, այս երիտասարդը ուղղակի կդատապարտվի սեփական կնոջը, սեփական ընտանիքի պատերի ներսում բռնության ենթարկելու համար։ Մի բան, որ այսօր Հայաստանում չի համարվում եւ չի ճանաչված որպես հանցագործություն, այլ ճանաչված է որպես ավանդույթ։ Ես նորից բոլոր կանանց ուզում եմ կոչ անել մտածել այն մասին, արդյոք մեր ընտանիքը, ավանդական հայկական ընտանիքը հիմնված է բռնության մշակույթի վրա եւ արդյոք դա այն է, ինչ մենք ուզում ենք, թե մենք երազում ենք խաղաղ, սիրով եւ հարգանքով պատված ընտանիքի մասին, ընտանիքի մոդելի մասին։ Եթե մենք փոխադարձ սեր եւ հարգանք ենք ընտրում որպես ընտանիքի մոդել, ապա մենք դեռ շատ բան ունենք միասին անելու։